մեր եկեղեցին ամենայն հայոց է, և կաթողիկոսն էլ ամենայն հայոց է, և սա և արտաքին պատվեր է, և ներքին բուռն ցանկություն չի լինելու, 1700 տարի հայոց եկեղեցին կանգուն է մնացել, աշխարհում միակ կանգուն ինստիտուտը մեկ էլ Հռոմի պապն է, Վատիկանն է, երկուսն էլ ամբողջ հազարամյակներով իրար դեմ պայքարել են, Հռոմը մեզ վերացնելու, մենք մեր ինքնությունը պահելու, չեն կարողացել, սրանք էլ չեն կարողանա, մենք կանք ու լինելու ենք, սա թող պաթետիկ չհնչի, այսքան ժողովրդի առկայությունը, այս ուշ ժամին, այս ցրտին դա է վկայում, հուդաները կգան ու կգնան, նրանց կյանքը 30 արծաթով է սահմանափակում, մենք լինելու ենք, հայը կա, փառք Տիրոջը։ Այսօրվա իրողություններից այստեղ այսքան շատ մարդ, որ հավաքվեց, ինչ հետևություն կանի Փաշինյանը ըստ ձեզ։ Ես չգիտեմ ինքը ինչ հետևություն կանի, բայց ինքը թող իմանա, որ իր բոլոր հետևությունները սխալ են լինելու։ Չի կարողանալ։ Ես ասում եմ, իր հետևությունը պետք է լինի այն, որ հայոց եկեղեցին անսասան է։ Բանակը կործանեցին, Արցախը տվեցին, հայոց պատմությունը ոտնահարեցին, հիմա այլ եկեղեցին են քանդում, չեն կարող։ Թուրքը, Պարսիկը, Մոնղոլը, այն ակկոյուն լուները, կարակկոյուն լուները կարողացել են մենք ոտնատապանել, Լենք Թեմուրը կարողացել են, չէ, ով են սրանք, ով, Բագրատունները Հայաստանեն ներսից կործանվեցին, չվերածնվեցին, չվերահառնվեցին, մենք Փյունիկ ենք, Աստված մեզ ստեղծել է, մենք Աստծո ծնված, Աստծո ստեղծած ժողովուրդ ենք, առաջին քրիստոնյա երկիրն ենք և մնալու ենք, թող ոչ մեկը մեր վրա իրենց բախտը չփորձի։